2026 թվականի մայիսի 19-ին հայկական և տարածաշրջանային լրատվամիջոցները գրեցին մի կարևոր նորության մասին։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ Հայաստանից առաջին անգամ արտահանվել է հայրենական արտադրության զենք՝ միլիոնավոր դոլարների ծավալով։ Ըստ հրապարակումների, 3 հայկական ընկերություններ մայիսին իրենց արտադրանքը հասցրել են 2 տարբեր երկիր։ Մանրամասները, ինչ տեսակի արտադրանք և որ երկրներ հրապարակված չեն։ Եվ դա բնական է պաշտպանական ոլորտի համար։ Բայց փաստն ինքնին կարևոր է։ Տարիներ շարունակ Հայաստանը հիմնականում խոսել է զենք գնելու մասին։ Այս պատմության մեջ, շեշտրփության մեջ, շեշտը փոխվում է։ Հայաստանը սկսում է խոսել նաև արտադրելու, զարգացնելու և արտահանելու մասին։ Սա մեկ օրում չի փոխում պաշտպանական համակարգը, բայց ցույց է տալիս ուղղություն։ Երբ երկրում ձևավորվում է ռազմական արդյունաբերություն, դա նշանակում է աշխատատեղեր, ինժեներական գիտելիք, տեխնոլոգիա և ավելի մեծ անկախություն։ Հայաստանի անվտանգությունը միայն սահմանին կանգնած զինվորի հարց չէ, այն նաև գործարան է, լաբորատորիա, ինժեներ և երկարաժամկետ պետական որոշում։ Քվեարկեք, պաշտպանեք Հայաստանը։